Ժորժան, եկեք ով հարց չի տվել, իրանք տանել են։ Դուք տվել եք։ Կաթողիկոսին հրավեր լինելու է Անջանիկ նիստին մասնակցել։ Իմ մասնակցությամբ ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ջանում։ Իսկ ով է։ Ոչ տեղյակ չեմ։ Ձեր աշխատակազմը ով է ղեկավարել, ասեք Լիլիթ Աշխատակ, այո։ Լիլիթ Մակունցը Պարոն Փաշինյան, իսկ գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում մահվան։ Ցավոք սրտի, գիտեք, ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը կամ բանակի հետ չի։ Այսինքն կազմը մեղավորություն չունի 7-58 զոհ ոչ մարտական պայմաններում։ Սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց էլի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։ Բայց դուք էլ փաստորեն չեք կարողանում լուծել ձեր իշխանությունները։ Նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առաջ։ Դուք էլի հարց տվել եք, ուրիշ ով որ հարց։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաղնել եմ ես բրիֆինգ ունենալու, դուք էլ ընդեղ եք գնել։ Ընդդիմադիրները մեծ խոսում էին, ոմանք նույնիսկ արդեն կառավարություն էին ստեղծել, վարչապետ ունեին եւ այլն, հետո եկան եւ մանդատները վերցրեցին։ Ինչպիսի աշխատանքները պատկերացնում ազգային ժողովում նոր են։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել էլի, գնանք աշխատենք Երևա, եկեք կանխատեսում չանենք։ Շատ լավ բաղ կհանդիսենք։